Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն գումարի դիմաց։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կլինի 37-ը։ Կառավարության մայիսի 22-ի նիստում նախագիծը հավանության արժանացավ։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանինն է։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Նախարարի խոսքով նոր կարգավորումը կազդի զորակոչային տարիք մուտք գործողների վրա։ Արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիներին այն չի վերաբերելու։ Մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկությունների, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանը կունենա օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ։ Նաև պետք է քիմիական լաբորատորիայի վերազինում իրականացվի, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների մասով ավելի ճշգրիտ տվյալներ ձեռք կբերվեն։ Առաջիկա 5 տարիներին Հայաստանում մենք պետք է 14 անշարժ օդի աղտոտվածության մոնիթորինգի կայաններ ուրեմն ձեռք բերենք, ասեցի 2-ը արդեն ձեռք բերել ենք, Երևանում անհրաժեշտ են 6 դիտակայան, 2-ը ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ հիմա աշխատում ենք եւ հույս ունեմ 2026 թվականի սկզբին արդեն եւս 3-ը ձեռք կբերենք։ Ըստ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմինդյանի պատրաստում են օրենսդրական նախաձեռնություններ, ինչի արդյունքում շինհրապարակներում եւ հանքարդյունաբերական ձեռնարկություններում փոշեճնշից սարքավորումների կարգավորումը կիրականացվի ճշգրիտ սարքերով։ Տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել դրանք։ Մենք համոզված ենք, որ այս միջոցառումների արդյունքում Հայաստանում կունենանք օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ, ճշգրիտ տվյալներ, որի շրջանակում էլ իհարկե մեր քաղաքացիների առողջության վերաբերյալ մեր քաղաքականության մշակումը ավելի լավը կդառնա։ Վերացվում է մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը Սաուդյան Արաբիայի թագավորության, Բահրեյնի թագավորության եւ Օմանի սուլթանության, ինչպես նաեւ մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։ Որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք եւ մարդկանց այցելությունը մեր երկիր եւ մարդկանց միջև, այսինքն մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաեւ կմեծացնենք ներդրումային գրավչությունը։ Ակնկալում ենք զբոսաշրջային էական հոսքերի ավելացում եւ նաեւ գործարար միջավայրն է սա ողջունում եւ պատրաստվում, հուսով ենք նաեւ սրանք հաջորդվի նաեւ ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը։ Կառավարությունը 713 միլիոն 909 հազար դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր։ Այս որոշումով էլ եզրափակվեց նիստը։